Իրաքի երկնքում ամերիկյան էպիկական կատաղություն անվամբ ռազմական գործողության ընթացքում ավելի կատաղի է եղել իրանական կողմը։ Պենտագոնը հայտարարել է միանգամից 2 ինքնաթիռի կործանման մասին, որոնցից երկրորդի լիցքավորող ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է Իրանը։ Իրաքի ցամաքում էլ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 6 ֆրանսիացի զինվոր, 1 սպա սպանվել է։ Իրանական հարվածների ալիքի տակ է հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները։ Դուբայի կենտրոնական հատվածում ներառյալ Բուրջ Խալիֆայի մոտակայքում հզոր պայթյուններ են լսվել։ Ականատեսները հայտնել են բնակելի թաղամասից բարձրացող ծխի սյուների մասին։ Ամերիկա-իսրայելական պատասխան գործողություններն էլ հիմնականում ուղղված են եղել Թեհրանին։ Իրանական Ֆարս լրատվական գործակալությունն առավոտյան հայտնել է մայրաքաղաքի որոշ հատվածներում հնչած պայթյունների մասին։ Բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները։ Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ թիրախային հարված է հասցրել Բեյրութում Հեզբոլլահի գլխավոր անդամներից մեկին։